Մագիստրալը անցնում է հենց գյուղի մեջով։ Մագիստրալը դա մեծ տրուբեն է, որը Նավասելցովոյից ջուրը հասցնում է Կիրովարդ։ Բայց անցնելով գյուղի մեջով, գյուղի ժողովրդին արգելել են օգտվել այդ ջրից։ Այսօր մարդկանց մեծ մասը ջուրը կրում է։ Մարդիկ իրանց բանով, ինիցիատիվայով այդ մագիստրալից մի հատ տրուբա են կպել։ Կպել են այդ տրուբեն, եկել են իրանց բնականաբար տուգանել են, սարքել են օրենքով։ Այդ տրուբեն են ծերում է։ Այսինքն այս մարդիկ որ այդ քաշեն, իրանք կակ մինիմում 200,000 դրամ ծախսել։ Ավել։ Մենակ քաշելու մար։ Իրանք իրանցով քաշեն, ամենաբարակ տրուբով։ Ու պլյուս այդ վաղտը գայիս են տեսնում են մի հատ է տուգանն են։ Այդ ինչքան է մոտավոր տարբեր ինչ որ 80,000-ից բարձր տես թվեր են տարբերացնում։ Ավելի լավ։ Հələ նարի այդ մարդին յուտար, սենց դրելա տվիվով գնում է իլա խայը։ Այդ կամաց չեն կարա տուգանում, որովհետև նաց կարողա սրամարի տուգանը։ Կարա չէ պրինցիպը։ Չխոսքի իմ տարածքով ինչ իրավունք ունես տրուբա ես տանում, մեզ է ոչ մի բան չես տալիս։ Դու էլ փող ես աշխատում։ Մենք իմացանք, որ իրանք ծրագիր ունեն, որ պիտի գան գյուղերում քաշեն, բերեն օբշե հայաց հասցնեն, մնամ, որ միացնենք տանը։ Ու այդ ծրագիրը կորը։ Նոր ծրագիր էր, որ օրինակ Վահագնի բանը քաշել են, հասցրել են, բանը այդ շոչիկն դրել են մի տեղ, որ այդ ջրի բանը վարձը մուծեն։ Բայց այստեղ այդ ծրագիրը չիրականացվեց։ Չգիտեմ ինչի տենց թողեցին էլի, ինչի բան արեցին։ Մենք էլ սպասում ենք, ես սպասում եմ, որ այդ ջուրը գան, քաշեն, նորմալ վճարումը կանենք, այն ինչքան ջուր դեմ օգտագործի, որ չկարողանամ մի 500,000 դրամ մուծեմ, բայց չեկան, չարեցին։ Հələ Նարեկին ասում են, Նարեկ ջան, բեր միանանք իրար հետ, գնանք ընդեղից քաշենք, բերենք, բայց ընքան քաշորները եղել, տեղ չկա արդեն, որ մենք էլ ընդեղից այդ բանը ընդհանուր կետից էլի բերենք մեզ, չկա։ Ջուր չունենք, ոնց որ բան են արել սովետի վաղտմանից, էլի ոնց ասեմ, դες երկաթգիծը որ այդ պարավոզները որ ջուր էին լցում, այն ջրից էին բերում, այդ կտրեցին հիմա գնում են եկեղեցու։ Այդի ձեր տան մեջ ջուր չկա։ Չունենք, έλα վեդրոնները լցած ծրածա։ Ասենք ես եմ ջուր չունեմ, ես ինչ անեմ, որ ջուր ունենամ։ Գնալ տես լապատ կեն ու ғազմ են վեում ես, հորելով կամանց գազ, կարող այնց խանգարես, չթողամ իմ դրնով տանես, հեմիք է գնալ տես ուրիշ տեղով փորես տանես, քաշելու դե հաշվի է վերևի ճանապարից, տենց, փոսը փորելով, բերել են, քաշել են ստեղ, ինչքան ծախսած կլենք տիկին, Ասենք այդ 100,000-ի պատմությունը, թե 200,000-ի։ Չէ, ամենակ 200,000-ի տրուբա ես առնեմ։ Այդքան ճամփ են 30 սանտի փորելով դուք։ Քարը ինչ 30, մի գոնե 40 սանտի փորում ենք, որ ծմերը չսարչի, բան չանի։ Այդ ցենտրալնի մագիստրալն էլ որ գնում է, չէ, գալիս է վերև հասնում։ Ու ասենք դուք չեք կարա էլի այնտեղ ճեղք եք անցնեք։ Էրնակ գնաք տենակ այդ տրուբի վիճակը։ Մի որ սուտ չասեմ մի 100 տեղ տրակած։ Ինչքան շատ դիտեմ եւ ֆոնի։ 15 չէ։ Շատ ինչ 15։
Ինչքան ժողովուրդը չեն օգտվում, երկու այդքան ինդիան ջուրը գնում։ Իսկ հանկարծ ժողովուրդը մի հատ վինտիլ բացի, կգա 100,000 նավթ։ Այսինքն դերերը տրոբեն պայթել է, ու սենց խմելու ջուրը։ Դու թե պատկերացնում որ կամ վատ ավիճակը։ Հա։ Հələ դեները լսի ամեն։ Ոնց ասեմ, տուգանում են, տուգանելուց հետո արդեն դառնում ես բաժանում։ Ավասելցովն վիոլայի սպասարկման ջուրն է։ Իսկ այդ սարի ջուրն է։ Սարի ջուրը իրանց տուն հասնում է, բայց դա Դա չէ, որովհետև դա պետական չի, դա գալիս է կարող է այսօր անձրևները ալացվի այդ ջուրը գա մեզ։ Վաղը չէ այդ անձրև չլի։ Իսկ եղել է տենց որ չլինի։ Բա իհարկե եղել է։ Մի քանի տարի էլ չկար այդ ջուրը։ Նոր էս անցյալ տարվանից նորը սկսեց այդ ջուրը գալ։ Իսկ այդ ժամանակ դեժը լվացքինը բանին էլ էի։ Հա, սրկրում էին ջրով անում են։ Այնտեղ վերևը հին բասերին է եղել, այդ մի երկար տարիներ չի սպասել։ Դա կարող է մի օր ցամաքի։ Բայց բացի այդ ոչ մեկ չի մաքրում, ոչ մեկ չի լվանում։ Հա։ Այսինքն կեղտոտ ջուրը։ Այնտեղ մեծ բասերին է եղել սովետի վաղտանից 40-50 տարի առաջ մենք։ Ատյան ջուրը նորմալ։ Մարդիկ բոլորը տեղից են Բայց օգտվել։ այս 30 տարուց ավել այդ բասենը չի սպասել։ Սովետի ժամանակ դիզինֆեկցիա էր անում այդ ամբողջ բասենի ջուրները մաքուր։ Իսկ հիմա ոչ նայող կա, ոչ հսկող կա, ոչ բան։ Այդ ինքնավոս են մատնված։ Ջուրն էլ խմելու չի հիմա, պիտանից։ Ափսոս Անչկա չայնիկը որ տեսնեք են մեջը սպիտակ կավը նստած է պատերին, որովհետև չեն մաքրում, չեն զտում, էլ առաջ գալիս էին քալոր էին գցում, մեջը մաքրում էին, բասենները լարին, իսկ հիմա չեն անում, ոչ մարդ չկա։ Ձեր տանը երբեք ջուր չի եղել, որ ռեստորանը բացեք։ Ջուր չենք ունեցել մենք, ընդհանուր չի եղել։ Համել սովետը քանդվեց, էլ չկա սովետ, ու մենք էլ մնացել ենք։ Հին ջուր ինչ է մարեք օգտագործում։ Լավ, Սվետ ջան, լավ։ Լողանը բան, հա։ Հա, ամեն ինչի բացի ճաշի ու խմելու։ Իսկ խմելու ջուրը ստեից վեդրոյով տանում եք, հա։ Չէ, հենց Ես вообще ջուր չունեմ։ Այս 5 տարիա այդ ջուրն էլ է կտրել իմ։ Գորվա մարզի ամենաաղքատիկ տեղամասը կարելի է Վահագնաձորը համարել։ Խմելու ջուրը եկեղեցուց այդ Նովոսելցովի ջուրն է վերցնում։ Շշերով բերում եմ, խմում ենք, չունենք տենց ջուր։ Սա հաուզի ջուրն է, բնական ջուրը, որ գալիս։ Մամրուտած, որ դնում ես երման վիճակում, ատենա բանա դառնում, ոնց որ կիր հավաքում։ Հա, Իսկ օգտագործում եք մենակ լվացք բան, հա, տենց բաների մեկ համար։ էլ բաղ չեն ազես, ջուր չկա вообще գյուղում, ով պետք է հետաքրքրվի գյուղի հիմա։ Չէ, չեմ դիմել։ Սարի ջուրն ենք օգտագործում են լողանալու համար ազես ջան։ Այսինքն լվացքն է սաղ ձեռով ես անում։ Հա, ոչ մեքենայի բան կա, ոչ բան, ունեցել եմ, փչացել եմ, էլ հնարավորությունս չի ներում, չեմ կարողանում ազես Այդ ջան։ որ լվացքի մեքենա ունեք, այդ սարի ջուրը հերիքում էր, որ լվացքի։ Չէ, շատ բարակ է գալիս, այն իմ ջուրն է։ Մոմենտ, այս ամառվա սեզոնին արդեն բան է, կտրվում է, մարդիկ կան, որ ջրից ունեն, ռոռոքում են այգիները, բան։ Բայց սա տունդ չի է մտնում, չէ՞։ Չէ, սա ես տանը ջուր լվացքի չունեմ։ մեքենան ոնց կմիանա։ Դե ժամանակ կուխնում էր ստեղ, որ օգտագործում էի, մի չի։ Ինձ նորմալ չի ցավը տանեմ։ Ինֆակտարած, ստենդավորած, զոնդավորած կնիկ եմ ես։ Հա, դենա օգտագործելու համար։ Այս կարող չեմ, այն 3 կիլանոց հա թե 4 լիտրանոց այդ վեդրոյով, որ ստեղից ընդեղ եմ տանում, Ամեն դեպքում շատ դժվար է ստեղ, շատ։ Ջրի հարց չկա, ոչ մի հարց չեն լուծում։ Չգիտեմ ինչի են, էլի սենց բաց թողվան վիճակում ենք մենք։ Ուշադրության կենտրոնում պետք է լինենք։ Իսկ օրը քանի անգամ եք օրինակ գալիս տանում կամ Դե խմելու համար տանը մեզ ինչքան կարաս տանես, հա։ Ունեն մաքրեմ, սաղ ջուրա։ Ջուրի հետ կապած, աման են լվանում, լողանում, շոր լվանում, ինչ ասես էլի։
Ոչես կարամի դեհմի այնտեղ զուգարան է կներեք իհարկե զուգարանա բաղնիկա որ ուզում ես ունենալ բայց ինչով ունենաս այդ ջուրն էլ անգամ բարակա որ դու չես կարա դրանով բաղնիկել բանանես ինչ որ մի հատ ավել բան Սենց որ պատկերացնես ինչքան են կրեմ այս մարդիկ ջուրը դա ես էլ հետները Խոսքի դու ինչքան եք դուք կոմունալ ջրի վճարում անում մեկ խորանարդ մետրը դա ինչքան 1000 լիտր է չի հա 1000 լիտր այսինքն մի դույլ ջուրը 5 լիտր է այսինքն քաղաքում եթե մարդը մի խորանարդ մետրը բան անեն 5 լիտրանոց դույլերով այս մարդիկ ինչքան պետք է կրեն որ այդ 1000-ին հասնեն այդ հենց կարաս հասկանաս էլի ինչքան են այս մարդիկ հենց գնում գալի Փոքր երեխեքին դենակ ինչքան շերով բանով սապացնակ սովորական ցավալի ասա Դելա ես ինձ Դե հա դա էլ է բայց վաղը չեմ այսօրը պետք է ունենաս թե հարցը յուտում պետք է լինի Չէ իրանց անտարբերությունն է ստի հարցը որ լրիվ հենց մեկը էլի ստե մարդկա թե չկա ու մագիստրալը հենց գյուղի մեջով է անցնում այսինքն իրանք Սենց տենես գյուղի տարածքը օգտագործում իրանց ջուրը տանելու Այդ դու տանես ցույց տաս այն ջուրը որն ինձ գնում է բրախա ջուրա գնում է որ կարան գան այս ժողովրդին սպասարկեն Մարդիկ են էլի Այսինքն ջրի կորուստ կալիքը Գետի նման գնում է այդ ջուրը Ափսոս է գոնե դրան էլի ափսոսան Գան ինչ որ մի հարցի լուծում տան Թե չէ սենց բրախլամ ասենց ոնց կլինի Մարդիկ են Ալը ռեն բացի թող է էլի որ ոչ մի Ոնց որ կառավարություն չլինի Ջուր ունեն ամելիկանը Գոնե կաթիլ կա Էլի ռազի Կաթիլ Ես ռազի Մենակ կա Շատ աչելվում մարդ Ծայրա է Մենք ձետը 6 ժամ մենակ սենց չոլերով մոլերով ու սար ես բարձանում է դա Սենց սովորական քայլել չի Որովհետև գիտես որ չի լինելու Ասես ինչ ասես մեկա Ինչ որ իրանք ծրագիր են անում, ասում են հույս են տալի Մի հատ բան ունենք ստուգող որ գալիս չոչիկները նայում էր Վայ ասի Վալոդիկ ջան, բա ինչ անենք որ ջուր ունենամ Ասա ծրագիր ունենք ասավ, էսա այն գյուղերն սկսել են, էսա կգան ձեր գյուղը Ուրա, չկա Ու փակվեց Մի մարդկանց բանն էլ հարցնել նրան շատ է որ եթե մեզ տենց դու գանում եք այդ ջրի մար այդ տրուբեն ոնց որ տրակած է այս 20 տարուց ավել հա ու անverջ ջուրա գնում հենց այդ նավասելցողի ջուրը անverջ գնում է ասես մեծ կուբամետրերով Վիոլայի տրուբն հա Այո սենց իշտմա թափումա հավայ գետը Խոսքի դու վիոլային փող ես տալի ոչ թե ջուրն ես առնում, այլ սպասարկումը, ճիշտ է։ Բայց 300 մետրից ավել դու ես սպասարկում այդ տրուբեն, եթե հանկարծ ծակվես տրակես, դու ես այդ ծակ փոխելու։ Էդ էլ աբսուրդ է։ Այսինքն ինչի համար ես փողը տալի, արդեն անհասկանալի է։ Քեզ պրյամոյ ոչ մեկ ջուր չի ծախում, էլի, դա Հայաստանի ջուրն է։ Քեզ վաճառում են սպասարկում։ Բայց սպասարկում չկա։ Բայց սպասարկում չկա։